Զվարթնոց օդանավակայանում շուտով e-gate ավտոմատացված համակարգեր կներդրվեն։ Դրանք ինքնասպասարկման սարքեր են։ Սահմանը հատող անձը սկանավորում է անձնագիրը, անհրաժեշտ դեպքերում մատնահետք տրամադրում, նկարահանվում, ինչից հետո մուտքը բացվում է։ Տվյալների on-line ստուգում է տեղի ունենում եւ դարպասը բացում է դռները ավտոմատ տարբերակով։ Այս ամենը որպես կանոն տևում է 20-ից 30 վայրկյան եւ ստացվում է, որ բավականին հերթերի կառավարմանը աջակցող process է։ Տարբեր երկրների սահմանային անցման կետերում գործում են այս համակարգերը։ Հայաստանում նախատեսվում է մինչև տարեվերջ տեղադրել դրանք։ Այն մեծ հավանականությամբ կսինխրոնիզացվի կենսաչափական համակարգի ներդրման հետ եւ մենք նոր սերնդի փաստաթղթերը արտադրելիս կունենանք նաեւ դրանց օգտագործման այս նորարար տեղը, այսպես ասած, սցենարը, թե որտեղ զգացնել կտան իրենց այս էլեկտրոնային կրիչ պարունակող նոր սերնդի փաստաթղթերը։ Ինչպես է աշխատում համակարգը, Դավթյանը մանրամասնում է։ Ձեռ համագործակցում ենք ազգային անվտանգության ծառայության հետ, նաև կա տվյալների ստուգում բնակչության պետական ռեգիստրի հետ, որոշակի փուլում մենք դա ապահովելու ենք, իսկ երկարաժամկետ ու մշտական լուծումը իհարկե քաղաքավիացիայի միջազգային կազմակերպության հետ բանալիների, հանրային բանալիների փոխանակումն է, ինչ է սա նշանակում, մենք այդ ճանապարհին ենք իհարկե միջազգային պայմանագիր է որակվել գործընկերների կողմից արդարադատության նախարարության եւ իհարկե առաջիկայում կունենանք պայմանագիրը ստորագրած փաստաթուղթ իրական հուշագիր է։ Դրա արդյունքում մեր էլեկտրոնային կրիչով փաստաթղթերը Եվրոպական միության անդամ պետությունների համար կլինեն ընթերնելի։ Մեկ հպումը բավարար է, որ սարքը տվյալը վայրկյանների կամ միկրովայրկյանների ընթացքում փոխանակի բանալիների բաց ենթակառուցվածքի ինֆորմացիայի հետ եւ ուղղակի սարքը ճանաչի այն որպես վավեր։ E-gate-ի ներդրման դեպքում սահմանապահներից մի քանիսը իրենց տեղը կզիջեն նոր համակարգերին։ Սկզբնական փուլում անձը կկարողանա թե սահմանապահին մոտենալ, թե e-gate-ի միջոցով անցնել ստուգումը։ E-gate համակարգերի հետևում եւս կա սահմանապահ, որը առաջին հայացքից տեսանելի չի լինելու սահմանահատողի համար, բայց դրանք նախատեսված են հեռավար կառավարման համար։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է օդանավակայանի թողունակությունը անգամներով բարձրացնել, հնարավորինս ընդլայնելով e-gate համակարգերը, իսկ մինչև 2027 թվականի կեսը նախատեսվում է այդ համակարգերը տեղադրել սահմանային անցման բոլոր կետերում։ Պայմանագիրը ներառում է նաև ցամաքային ճանապարհով տրանսպորտային միջոցների անցման համար, դա իհարկե շատ ավելի մեծ ենթակառուցվածք է, ինչպես ծավալով, այնպես էլ ծրագրային ապահովման։ 7-ամյա պայմանագրի շրջանակում նախատեսված է, որ 34 համակարգեր կհամալրեն սահմանային անցման կետերը։ Քանի որ e-gate-ը Հայաստանի համար նորություն է, արդյոք այն հերթերի պատճառ չի դառնա, Դավթյանը պատասխանում է։ Օդանավակայանի թողունակությունը իրենց զգացնել է տալիս, անկախ այն բանից, որ սահմանապահը արագ եւ որակյալ սպասարկում է ապահովում, միևնույն է հոսքը որոշ ժամերի, հատկապես ժամանման սրահում այնքան մեծ է լինում, որ իսկապես սահմանապահի արագ աշխատանքը չի փրկում իրավիճակը եւ e-gate-ը գալիս է լրացնելու այս բացը։ Թե երբ արդեն միայն e-gate համակարգերը կգործեն, պարզ կլինի ընթացքում։ Մենք ունենք շատ խնդիրներ, օրինակ, երկհաղաքացիների պարագայում, երբ ելքը մի պետության անձնագրով է, մուտքը մեկ այլ պետության, հատկապես երբ օտար անձնագիրը ներքին օգտագործման է եւ չունի լատինատար գրություն, անձին նույնացնելը դժվար է եւ մենք իսկապես ունենք տվյալների անհամապատասխանության շատ խոցելի կետեր։ Որպեսզի հնարավոր լինի սահմանահատողի նույնացումն ապահովել, մարդու միջամտությունն անխուսափելի է, նշում է Դավթյանը։ Կան ցուցակներ, որոնցով եթե անձը անցնում է, օրինակ հետախուզվողների ցուցակը, Ինտերպոլը եւ այլն, կրկին իհարկե սահմանապահի միջամտություն է ենթադրվում։ Կամ էլ օրինակ սահմանապահը կարող է նկատել, որ քաղաքացու անձնագրի ժամկետները չեն համընկնում այն պետության պահանջներին, ուր պետք է մեկնի անձը եւ զգուշացնել այդ մասին։ Իր տիրույթում ինքը կարող է թույլ տալ, որ անձը անսահմանահատի, բայց ընդունող երկիրը թույլ չի տա մուտք գործել եւ ուղղակի կամ վիզայի արկայության ստուգում, այսինքն ելքի պարագայում մենք կարող ենք դա չստուգել, բայց մյուս երկիր մուտքի պարագայում վիզայի հետ կապված խնդիրը արդեն սահմանահատման խնդիր կառաջացնի մեր ուղևորի համար։ Դավթյանը հորդորում է քաղաքացիներին հաշվի առնել այս ռիսկերը, քանի որ e-gate-ով սահմանահատումների պարագայում մարդկային գործոնը վերանում է, կարծում է, որ կլինեն իրավիճակներ, երբ անձն ինքը կնախընտրի մոտենալ սահմանապահին։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։